Եթե Հայաստանն ընդունի մեր երկու պայմանները, Մինսկի խմբի լուծարումն ու սահմանադրության փոփոխությունը, խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտները կվերանան, այսօր Բաքվում Գերմանիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը։ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր հերթին նշել է, թե Բեռլինը միշտ էլ ընդունել է, որ Ղարաբաղն ադրբեջանական տարածք է։ Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը Gmail-ի իր անձնական օգտահաշիվներն օգտագործել է պետական նշանակության նամակագրություն վարելու համար։ Այս մասին է վկայում Washington Post պարբերականի հետաքննությունն։ Ամերիկացի լրագրողների պնդմամբ Ուոլցը անձնական օգտահաշվից ուղարկված նամակներում քննարկել է ռազմական գործողությունների մանրամասներն ու սպառազինության տարբեր տեսակների կարողությունները։ Ռուսաստանի նախագահի մերձավոր շրջապատի ներկայացուցիչներից մեկն ուղղակի ներդրումների ռուսաստանյան հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրևն այս շաբաթ կարող է այցելել Վաշինգտոն, որտեղ բանակցություններ կանցկացնի Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ։ Այս մասին հաղորդում են Reuters-ը և CNN-ը, ամերիկյան դիվանագիտական աղբյուրները վկայակոչելով։ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը այս տեղեկությունները չի հերքել։ Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ պետքարտուղարությունը օրերս սառեցրել Դմիտրևի դեմ սահմանված պատժամիջոցները, որպեսզի նա կարողանա ԱՄՆ մուտքի վիզա ստանալ։ Դմիտրևի և Ուիթկոֆի բանակցությունները Մոսկվայի և Վաշինգտոնի առաջին ուղղակի շփումները կլինեն 2022 թվականից ի վեր։ Առաջիկա 12 տարիներին Հունաստանն իր զինված ուժերի բարեփոխման վրա ավելի քան 25 միլիարդ եվրո կծախսի։ Այս մասին երկրի խորհրդարանում հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։ Նրա խոսքով այդ գումարի մի զգալի մասը ծախսվելու է նոր սուզանավերի, ինչպես նաև օդային և ստորջրյա դրոնների ձեռքբերման վրա։ Բացի այդ, ըստ հունական կառավարության ղեկավարի, մինչև 2036 թվականը Աթենքը հակաօդային պաշտպանության սեփական համակարգն է ներդնելու, որը կոչվելու է Աքիլեսի վահան։ Դրան էլ գումարած Հունաստանը նախատեսում է միջոցներ տրամադրել սեփական արբանյակի տիեզերք արձակման համար։ Թուրքական ընդդիմությունը նոր մեկօրյա ակցիա է նախաձեռնել, պահանջելով ազատ արձակել 2 շաբաթ առաջ ձերբակալված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ İmamoğluին։ Երկրի առաջատար ընդդիմադիր կուսակցության ժողովրդահանրապետականի ներկայացուցիչները կոչ էին արել այսօր 24 ժամով դադարեցնել սպասարկման ոլորտի բոլոր ձեռնարկությունների աշխատանքը։ Որպես հետևանք, Ստամբուլում գործող խանութների և սրճարանների մի զգալի մասը փակ էր, այն օբյեկտներն էլ, որոնց սեփականատերերը չէին միացել ընդդիմության կոչին, հիմնականում դատարկ էին։ Իշխանության ներկայացուցիչներն այս քայլը անվանել են տնտեսական սաբոտաժ։